Արդյոք բոլոր կրոնները տարբեր ճանապարհներ են դեպի նույն Աստծուն։ Այս տեսանյութում խոսելու ենք մի շատ տարածված գաղափարի մասին։ Հաճախ կարող ենք լսել հետևյալ միտքը. բոլոր կրոնները իրականում տարբեր ճանապարհներ են դեպի նույն Աստծուն։ Առաջին հայացքից սա խաղաղասիրական եւ գեղեցիկ գաղափար է թվում, բայց կա մի կարևոր հարց. արդյոք այն համապատասխանում է իրականությանը։ Պատկերացրեք, որ մի մարդ ասում է. Հիսուսը Աստված է, իսկ մեկ ուրիշը ասում է. Հիսուսը Աստված չէ։ Կարող են այս երկու պնդումները միաժամանակ ճշմարիտ լինեն։ Իհարկե ոչ։ Կամ քրիստոնեությունը սովորեցնում է, որ Աստված երրորդություն է, իսկ իսլամը սովորեցնում է, որ Աստված երրորդություն չէ։ Երկուսն էլ չեն կարող միաժամանակ ճշմարիտ լինել նույն իմաստով, որովհետև ճշմարտությունը չի կարող հակասել ինքն իրեն։ Նույն տրամաբանությամբ, եթե մի կրոն ասում է, որ աշխարհը հավերժ է, իսկ մյուսը, որ այն ստեղծվել է, կամ մեկը սովորեցնում է վերամարմնավորում, իսկ մյուսը միայն մեկ երկրային կյանք, ապա այս պնդումները չեն կարող բոլորը միաժամանակ ճշմարիտ լինել։ Սա իհարկե չի նշանակում, որ տարբեր կրոններում ճշմարտության տարրեր ընդհանրապես չկան։ Իհարկե դրանք կարող են լինել։ Տարբեր կրոններ կարող են կիսել բարոյական արժեքներ, իմաստուն մտքեր կամ նույնիսկ որոշ ճշմարիտ ուսուցումներ, բայց այստեղ հարցը այլ է։ Արդյոք կարող են նրանց հիմնական եւ փոխադարձաբար հակասող պնդումները բոլորը միաժամանակ ճշմարիտ լինել։ Տրամաբանության տեսանկյունից պատասխանը պարզ է. ոչ։ Ուստի եթե ճշմարտությունն իրական է, ապա մենք չենք կարող պարզապես ասել, որ բոլոր ճանապարհները հավասարապես ճշմարիտ են։ Մենք պետք է ուսումնասիրենք փաստերը, պատմությունը եւ յուրաքանչյուր կրոնի պնդումները, որպեսզի պարզենք, թե որն է առավելապես համապատասխանում իրականությանը։ Եվ հենց այդ հարցին էլ նվիրված կլինի մեր հաջորդ տեսանյութը, թե ինչու են շատ մարդիկ կարծում, որ հենց քրիստոնեությունն է ճշմարիտ, եւ ինչու է դա տրամաբանական։